Դղրդոց եղավ։ Շենքի դղրդոցը ընդհատել է Քրիստինայի ընտանիքի ընթրիքը երեքշաբթի։ Մտածեցինք կարող է ինչ-որ բան ստեղ ընկա, որտեղ որ շինարարություն են անում, կարող է ինչ-որ խնդիր եղավ։ Խուճապահար դուրս են վազել տնից, տեսել, որ իրենց քթի տակ սողանք է եղել։ Շենքի դիմացի հենապատը ու հողի մի մեծ շերտ փուլ են եկել մեքենաների վրա։ Միասնիկյան Պողոտայի հարևանությամբ այս շենքում վարձով են ապրում, հյուրատուն են։ Տան ներսի պատերին ճաքեր են առաջացել նախօրեի փլուզումից հետո։ Քրիստինայի խոսքով զանգել են քաղաքապետարան հասկանալու, թե ապահով է արդյոք, որ շարունակեն ապրել։ Քաղաքապետարանից խորհուրդ են տվել զանգել սեյսմիկ ծառայությունը, որ ստուգեն տան սեյսմակայունությունը։ Մեզ ասացին, որ քաղաքապետարանը ոչ մի բանով մեզ չի կարող օգնել։ Երկհարկանի հյուրատունը Դավիթն է 2022-ին կառուցել։ Հիմա համասեփականատեր է, ասում են։ Նրա խոսքով շենքի կառուցապատման ժամանակ դիմացի հողակտորի հենապատը ամրացրել են, դա է փուլ եկել երեք։ Այդտեղ կոմունիստների վաղտով պատ է եղել ինչ-որ փոքրիկ, դա ամրացրել ենք, բան ենք արել, բարեկարգել ենք։ Դավիթի խոսքով քաղաքապետարան, ապա Քանաքեռ Զեյթունի թաղապետարան է դիմել, որ նոր փլուզման դեմը գան առնեն, հողի նոր ճաքեր են արդեն գոյացել։ Հյուրատան համասեփականատերը վստահեցնում է, շենքի դիմացի 1.5 մետր հողն է պատկանում իրեն, այս ճեմուղին։ Փուլ եկած հողը համայնքապատկան է։ Մտածել են իմ հողն, թերևս սխալվել են, դա իմ հողը չի, ես իրանց ասել եմ։ Իրանք էլ ասել են պարզաբանենք, հիմա սպասում եմ քաղաքապետարանի պարզաբանմանը։ Փլուզման տակ մնացած այս հոնդայի տերը հյուրատան հարևանությամբ ծաղկի սրահում է աշխատում։ Մեքենան դեռ չի հանել քարերի ու հողի տակից, սպասում է թաղապետարանից պատասխանեն, թե տեղի ունեցածի պատասխանատունով է։ Նաև ծաղկի խանութի հետնամասի պատն է սողանքն իր հետ սրբել տարել։ Էդգար Ղուշչյան, Հերիկ Համազասպյան, Հայլուր։